Սիրելի հայրենակիցներ, միասին մուտք ենք գործում 2026 թվական։ Նոր տարում ակնկալում ենք բերկրալի փոփոխություններ, մեր հավաքական նպատակների և Հայաստանի շենացման իղձերի իրականացում։ Անցնող տարին լի էր բազմաթիվ ձեռքբերումներով։ Ուրախ եմ, որ կարողացա պահել իմ կողմից ձեզ տրված խոստումը։ Արարչի կամոք թող դա լինի գեղեցիկ ավանդույթ։ 2025-ի փետրվարի 27-ին քաղաքականություն մուտք գործելուց 9 ամիս անց համախոհ ընկերների հետ միասին հիմնեցինք Հայաստանի շնորհապետական կուսակցությունը։ Ամբողջացող իր խորհրդանիշներով, կանոնադրությամբ, ծրագրով, աստիճանակարգային կառույցներով և դրանք համակարգող անհատներով հանդերձ։ Նույն տարվա ապրիլի 10-ին մեր կուսակցությունը ճանաչվեց պետության կողմից, ստացավ պետական գրանցում։ Ուրախ եմ ձեզ հայտնելու, որ ամբողջ տարվա ընթացքում մենք նախաձեռնեցինք բազմաթիվ միջոցառումներ, նշեցինք պետական և ազգային խորհրդանշական ամսաթվերը, հանդես եկանք սկզբունքային քաղաքական հայտարարություններով, իրականացրեցինք բարեգործություններ, կազմակերպեցինք ուժեղ պետություն գիտական կոնֆերանսը, այցելեցինք մարզեր, Հայաստանի հարավային դարպասից մինչև հյուսիսային դարպասը, արևելյան սահմանամերձ գյուղերից մինչև արևմտյան փակ սահմանը, ընդունեցինք և զրուցեցինք հարյուրավոր քաղաքացիների հետ, կարողացանք նախաձեռնել վերկուսակցական Հայաստանի Հանրապետության պաշտպանության ֆորումը, որի շարունակության սերմը գցել ենք 2025-ին։ Որպես կուսակցության հիմնադիր առաջնորդ իմ առաջին օտարերկրյա շրջագայությունը իրականացրեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այնտեղ հանդիպեցի մեր եղբայրներին և քույրերին, բազմաթիվ տաղանդավոր հայ մարդկանց։ Միասին հանդես եկանք սկզբունքային քաղաքականությամբ, ես պատվով պահեցի մաքուր մնալու սուրբ պարտականությունը։ Մեր քաղաքական ուժը հենվում է համաժողովրդական աջակցության վրա, մեր ձեռքը, մեր խիղճը, մեր անցած ուղին և մեր նպատակները բյուրեղյա մաքրություն ունեն։ Շնորհակալ եմ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հայոց սփյուռքին մեր կողքը կանգնելու, մեզ աջակցելու և զորավիք լինելու համար։ Առջևում դժվարին պայքարի ժամանակն է։ Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին փորձելու է մեզ կապել նախկիններին, ներկաներին, նրանց արբանյակ ուժերին, ռուսներին և թուրքերին, որ հայ ժողովրդին զրկի ազգային այլընտրանքից, որ մեր երկիրը թույլ և տկար մնա, որ հայի մեջքը չշտկվի։ Դա նրանց չի հաջողվելու, բացի զազրախոսելուց և զրպարտելուց, թշնամին այլ գործիք չունի, նա գետնված է։ Սիրելիներ, ես պահեցի իմ խոստումը և բոլորիդ համար կերտեցի մաքուր, ազգային այլընտրանք, մեր քաղաքական միավոր, ուժ, որին կարող եք ապավինել։ Այն կդառնա ձեզ համար ընտրանք, իրական այլընտրանք, որի վրա կարող եք հենվել։ Հիմա խնդրում եմ ձեզ, դուք էլ դարձեք իմ հենարանը։ Ես ձեր զավակն եմ, ձեր եղբայրը։ Իմ պայքարը հայրենիքի համար է, հայոց պետության և արդարության վերականգնման համար է։ Ինչպես միշտ, երազում եմ տեսնել արդար Հայաստան, օրենքի գերակայություն և բոլորի հավասարություն այդ օրենքի առջև, արժանապատիվ խաղաղություն պարտադրելու ունակ Հայաստան, համահայկական Հայաստան, ուժեղ, բարեկեցիկ, ամուր, ինքնիշխանությամբ, առաջադեմ, զարգացած և արժանապատիվ Հայաստան։ Եկեք միասին այդ երազանքը դարձնենք իրականություն։ Մաղթում եմ ձեզ ուժ և եռանդ։ Եկող տարին մերն ենք դարձնելու։ Թող լինի համայն հայության բերկրանքի տարի, հայոց պետականության հաղթանակի տարի, բարձրանալու, կառուցելու և շենացնելու տարի։ Ամենայն բարին ձեզ և ձեր ընտանիքներին։ Սերն ու ջերմությունը թող լինի ձեր ուղեկիցը ողջ տարվա ընթացքում։ Թող Աստված զորավիք լինի և ի կատարածի բոլորիս նվիրական իղձերն ու բարի ցանկությունները։ Շնորհավոր նոր տարի։